Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին ես ուզում եմ խոսել ռուսաստանցի օլիգարխի մասին եւ ուզում եմ ձեզ ներկայացնեմ հետաքրքիր առանձնահատուկ ձևաչափով ռուսաստանցի օլիգարխի խոստումները եւ ռուսաստանցի օլիգարխի աշխատելու ոճը, իր մոտեցումները եւ ծրագիրը ընդհանուր առումով։ Տեսեք, ես այսօր ձեզ միջև այս վերլուծությունը սկսել չեմ ասի, թե որ ռուսաստանցի օլիգարխի մասին եմ խոսում։ Եվ այս վերլուծության ընթացքում դուք եւ ես միասին կփորձենք գուշակել, որ հայտարարությունը, որ մոտեցումը, որ քաղաքականությունը, որ ռուսաստանցի օլիգարխին է պատկանում։ Այսպիսի հետաքրքիր ձևաչափ։ Սա շատ կարևոր աշխատանք է եւ իհարկե համոզված եմ բոլորը շատ լավ կհասկանաք ինչի եմ այսպես անում, որովհետեւ սրա շնորհիվ մենք կկարողանանք ձեր հետ միասին պարզել եւ հասկանալ, թե ինչքան են ռուսաստանցի օլիգարխները իրար նման եւ մի նման մոտավորապես քաղաքականություն վարում։ Եվ խոսենք իհարկե մանրամասն այդ ռուսաստանցի օլիգարխների մասին։ Շատ հետաքրքիր մեզ ձեր հետ քննարկում է սպասում։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, եթե ձեզ դուր գա այս քննարկումը, բաժանորդագրվեք, դրեք զանգակը, գրեք մեկնաբանությունները եւ կարող եք աջակցել ալիքի գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Անցնենք առաջ, հարգելի հայրենակիցներ, եւ սկսեմ ռուսաստանցի օլիգարխի պատմությունից։ Ռուսաստանցի օլիգարխը զարմանալիորեն կարողացել է առանց որևէ հիմք ունենալու, առանց պատմական տվյալներ, հարստություն ունենալու, կարողացել է Ռուսաստանում գործունեության ժամանակ հասնել հաջողության եւ կարողացել է վաստակել միլիարդավոր դոլարներ։ Եվ զարմանալին այն է, որ ռուսաստանցի օլիգարխը սրան հասել է ռուսերեն լեզու նորմալ չտիրապետելով։ Այսօր երբ փորձում ես լսել այդ ռուսաստանցի օլիգարխին, հասկանում ես, որ ինքը ռուսերեն չի կարող խոսել։ Եվ ոչ էլ իր հայրենի լեզվով է խոսում, պարզ, եւ մեկ հարց է առաջանում. բայց որ լեզվով է այս մարդը խոսում, շփվում ուրիշ մարդկանց հետ, եւ որ լեզվի շնորհիվ է այս մարդը վաստակել իր բազմաթիվ միլիարդ դոլարները։ Եվ ես հիմա կպարզաբանեմ, իհարկե, բայց հետո նաեւ նույն տրամաբանությունով կշարունակենք։ Վրացական ծագում ունեցող ռուսաստանցի օլիգարխը, այսինքն Վրաստանում գործող ռուսաստանցի օլիգարխը եւ Հայաստանում գործող ռուսաստանցի օլիգարխը երկուսն էլ առանց որևէ հիմքերի, առանց որևէ ուրեմն հարստության հասնում են այդ հարստությանը Ռուսաստանում եւ երկուսն էլ չեն տիրապետում ոչ ռուսերեն, ոչ էլ հայերեն եւ վրացերեն, ուրեմն Վրաստանի ռուսաստանցի օլիգարխի երբ քննարկում ենք։ Եվ երկուսն էլ երբ խոսում են, հասկանալի չէ, որ լեզվով են կարողացել միլիարդներ աշխատել։ Խոսք է գնում իհարկե եւ կարծում եմ պարզ է ձեր համար ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի, Հայաստանի դեպքում եւ ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլի Վրաստանի դեպքում։ Բացի դրանից, մենք գիտենք, որ ռուսաստանցի օլիգարխների համար Ռուսաստանում գործել է կարգավիճակ, որ դու պետք է ենթարկվես Ռուսաստանի հատուկ ծառայություններին, այսինքն ՖՍԲ-ին կամ նույն ԿԳԲ-ին, որի մասին մենք ձեր հետ լավ տեղյակ ենք վերջի զարգացումները հաշվի առնելով։ Ռուսաստանցի օլիգարխները պնդում են, որ որևէ կապ չունեն ռուսական հատուկ ծառայությունների հետ
Բայց բոլորս գիտենք, որ նրա նպատակով, որ փաստացի դու Ռուսաստանում կարողանաս վաստակել միլիարդավոր դոլար, անպայման պետք է համագործակցես եւ ենթարկվես այդ կառույցին։ Բայց ավելին, ես կարամ հստակ նաեւ տեղեկատվություն ձեզ տամ, որ ոչ միայն որ կարողանաս վաստակել այդ կառույցը թույլ է տալի միայն նրանց հարստանալ, իսկ մնացածներին ճնշում է, ով իրենց համաձայնվում է ենթարկվել։ Ռուսաստանցի օլիգարխների ուղղությունով Ռուսաստանի այսօրվա գործող նախագահը եւ այս ուժում իր անունը չտամ, որովհետեւ YouTube-ը խնդիրներ է նաեւ ստեղծում, երբ իր անունն եմ տալի, բայց ամեն դեպքում գիտեք ում մասին է խոսքը, Ռուսաստանի գործող նախագահը կոնկրետ այսպիսի առաջադրանք ուներ, երբ եկել է իշխանություն։ Գիտեք ինքը որ KGB-ի բարձր պաշտոնյա էր եւ ինքը զուգահեռ դրա ստեղծեց համակարգ, որը կոչվում էր կոոպերատիվ, ինչու կոչվում էր, կոչվում է դեռ կոոպերատիվ օզերը, որի շնորհիվ ինքը վերահսկում էր տարբեր ռուսաստանցի օլիգարխներին կամ ռուս օլիգարխներին։ Ռուսաստանը պատկերացրել է, որ իր սեփական տարածքում հնարավորություն տալով տարբեր մարդկանց վաստակեն գումարներ, կարողանալու է այդ մարդկանց հետո օգտագործել իր սեփական օրակարգով նախկին խորհրդային միության անդամ պետություններում, հանրապետություններում այսինքն։ Եվ եթե մենք ուշադիր լինենք, տեսնենք ինչ տրամաբանություն է տեղի ունենում, ապա ռուսաստանցի օլիգարխները ունեցել են այդպիսի քաղաքականություն Ուկրաինայի դեպքում, Մոլդովայի դեպքում, Վրաստանի դեպքում, Հայաստանի դեպքում, սահմանափակ, բայց Ադրբեջանի դեպքում, Կենտրոնական Ասիայի դեպքում, այսինքն սա լայնածավալ գործընթաց էր, որտեղ որ մենք տեսնում ենք այդպիսի կոորդինացում։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, ռուսաստանցի օլիգարխներին համար առանձնահատուկ է եւ այս մեր կոնկրետ, ես բայց չեմ ասում որ մեկը, դուք ինքներդ կհասկանաք, մեր կոնկրետ ռուսաստանցի օլիգարխի դեպքում խոսք է գնում նրա մասին, որ ինքը առհասարակ քաղաքականության մեջ երբեք չի մասնակցել։ Դրանով պահպանել է իր քաղաքական իմիջը, պատկերը, թաքուն է գործել եւ ծախսել է իր ռուսական գումարներից, Ռուսաստանում վաստակած, Ռուսաստանի համակարգի շնորհիվ վաստակած գումարներից մեծ մասը, կարևոր մասը իր սեփական ապագա քաղաքական կենսագրությունը ձևավորելու նպատակով բարեգործության ուղղությունով։ Բարեգործությունը ռուսաստանցի օլիգարխի համար միշտ եղել է հնարավորություն, որ ձևավորի իր այդ պարզ եւ բարի պատկերը բնակչության աչքերում եւ միշտ եղել է հանձնարարություն Մոսկվայից, որովհետեւ ռուսաստանցի օլիգարխներին միշտ նախատեսել են անհրաժեշտ պահին, անհրաժեշտ վայրում քաղաքականություն մտնելու առումով։ Ռուսաստանցի օլիգարխը տարբեր բարեգործական կազմակերպություններ է բացել, խոսքին դա Տաշիր բարեգործական կազմակերպությունն է, կամ Քարթու հիմնադրամը Վրաստանի դեպքում ռուսաստանցի օլիգարխ Իվանիշվիլու կողմից ստեղծված, որը ֆինանսավորել է հատկապես մշակույթի, արվեստի եւ ուրիշ ճակերտներում կարմիր ինտելիգենցիային, այսինքն սովետական այդ վերնախավին մշակութային դաշտում, թատրոնների ուղղությունով եւ այլն, մի խոսքով հենց այդ մշակույթի գրականության, արվեստի եւ այլ ուրիշ հատվածներում, որի շնորհիվ պետք է ձևավորվեր այսպիսի հատված հանրության ճակերտներում ամենաէլիտար մշակութային հենց հատվածը, որը աջակցում է ռուսաստանցի օլիգարխին։ Բայց իհարկե ռուսաստանցի օլիգարխը դրանով չի սահմանափակվում։
Չնայած նրա, որ ռուսաստանցի օլիգարխները մեծացել են, ապրել են, ձևավորվել են սովետական միությունում, որտեղ որ KGB-ի համակարգը կրոնները սահմանափակում էր, հիմա ռուսաստանցի օլիգարխները դարել են խորը հավատացյալներ, բայց դա էլ արվում է ոչ թե իրենց սեփական ներքին աշխարհի ուսումնասիրության ճանապարհով, բայց արվում է բացահայտ եկեղեցու կառույցին աջակցելու ճանապարհով, եկեղեցում Ռուսաստանի ազդեցության աջակցության ճանապարհով, եւ դա արվել է հենց այդ ռուսական գումարները դեպի եկեղեցի բարեգործություն կազմակերպելու ուղղությամբ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ռուսաստանցի օլիգարխները ակտիվորեն աջակցում են եկեղեցում այն բարձր պաշտոնյաներին, որոնք ունեն կապեր Ռուսաստանի հետ եւ իրենց համար պատկեր են ձևավորում, որ իրենք այսպիսի առանձնահատուկ հավատացյալ, առանձնահատուկ եկեղեցուն աջակցող, եկեղեցին էլ իրանց աջակցող այսպիսի բարերարներ են։ Անկեղծ կլինեմ, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը մի փոքր ավելի հեռու է գնացել այդ ուղղությունով, այն առումով, որ Վրաստանի դեպքում ռուսաստանցի օլիգարխի պատկերը, նկարը հաստատ կախված չի ուրեմն պատրիարքարանում, ինչքանով հանրային դա գիտենք, իսկ Սամվել Կարապետյանի եւ իր կնոջ պատկերը գիտենք, որ Մայրաթոռում Էջմիածնում այնտեղ գտնվում է ամենայն հայոց կաթողիկոսի այդ նստավայրում եւ բացի դրանից այսպես ասեմ ռուսաստանցի օլիգարխների մոտեցումը հետաքրքիր է, որ համընկնում է նրա հետ, որ ռուսաստանցի օլիգարխները պաշտպանում են կրոնը, եկեղեցին, հավատքը, արևմտամետ, այսպիսի արևմուտքի շահերը ներկայացնող, ինչ որ անհասկանալի տրամաբանությունով այս ուժերի հետ, որոնք իբրև հակաեկեղեցական են։ Եվ այդ թեման ռուսաստանցի օլիգարխների բառապաշարի մեջ միշտ ներկա է։ Կներեք, բայց դրանով չի սահմանափակվում ռուսաստանցի օլիգարխների գործունեությունը։ Ակտիվորեն նախընտրական փուլում, երբ ռուսաստանցի օլիգարխները մտնում են ընտրությունների արդեն դաշտ, ապա իրանք փորձում են ձևավորել այնպիսի կառույց, որը լրջորեն տարբերվում է ստեղծված ներկա ընդդիմությունից։ Ռուսաստանցի օլիգարխները իրանց հայտարարում են փրկիչ պետության եւ գլխավոր ուղին, որը տանում են, դա առաջարկելն է ժողովրդին այնպիսի բաներ, որին ժողովուրդը սովոր չի նաև այդպիսի առաջարկներին նախընտրական շրջանում։ Ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին առաջարկում էր Վրաստանի ժողովրդին, երբ անվանել էր իր այստեղ քաղաքական ուժը եւ մինչեւ այսօր այդպես է կոչվում, վրացական երազանք, որ մարդիկ գրեն թղթի վրա երազանքներ եւ որ ինքը կկատարի բոլոր մարդկանց երազանքները։ Եվ 13 տարի անց այդ թեման որևէ մեկը ոչ էլ հիշել է, որովհետև դա ուղղակի PR քայլ էր։ Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը մենք տեսնում ենք, որ նաև խոստանում է աննախադեպ բաներ մարդկանց։ Տեսեք, ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին խոստանում էր, որ ամեն գյուղին այն ժամանակվա թվերով մոտավորապես 2-3 միլիոն դոլար կտրամադրի։ Ամեն գյուղին։ Եվ այն, որ մարդիկ հավատացին սրան, բերեց նրան, որ գյուղացիները ակտիվորեն քվեարկեցին Բիձինա Իվանիշվիլու կուսակցության համար։ Որովհետև իրանք հավատացին, որ միլիարդատերը կարող է դա անել եւ նպատակ ունենալ պետությունը ամրապնդել։ Այսօր ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է նաև այն ժամանակահատվածում, որ գործարաններ կբացի ամբողջ Վրաստանում եւ հարյուրավոր գործարան կլինի մի քանի տարվա ընթացքում։
Եվ այսօր, երբ ես նայում եմ ինչպես ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, իդեմս Նարեկ Կարապետյանի նաև շնորհիվ, հայտարարում է, որ փաստացի գործարաններ են բացելու Հայաստանում, իսկ մենք պետք է հասկանանք, որ փոքր պետություններում գործարան բացելը առհասարակ բարդ բան է, եւ փոքր պետությունները շատերը ուրիշ ուղղությունով են զարգանում եւ ընտրում ուրիշ ճանապարհ, ապա ինձ դա հիշեցնում է հենց Բիձինա Իվանիշվիլու այս պարադիգման։ Այսինքն գործարանը ինչպես լուծում աղքատության, որը խոստանում էր, որ աղքատություն մի քանի տարվա ընթացքում չի լինի, եւ նույն բանն է խոստանում Սամվել Կարապետյանը, որը խոստանում է, որ բազմաթիվ ուրեմն գործարան կբացի եւ որը այս պարագայում մենք տեսնում ենք, որ խոստանում է 1 դրամ աշխատավարձ։ Բիձինա Իվանիշվիլուն հայտարարություններում էր կար հենց այսպիսի տրամաբանություն, որ ինքը հարուստ է, իրեն ավելորդ գումար պետք չէ, ավելի շատ գումար պետք չէ եւ ինքը հակառակը իր գումարները կծախսի պետության ի նպաստ։ Սամվել Կարապետյանը այսօր ասելով, որ ինքը 1 դրամ աշխատավարձ է ստանալու, փաստացի ասում է, որ ինքը սեփական գումարներ ունի, իրեն պետական գումար պետք չէ։ Բայց այդտեղ ձևավորվեց ամենամեծ նաև խնդիրը, որովհետև երբ ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին եկավ իշխանություն, ինքը իրականում վարչապետ չուզեցավ լինել եւ 1 տարի անց լքեց այդ պաշտոնը, նշանակեց իր սեփական վարչապետին, որին տալիս է այդ աշխատավարձը, Վրաստանի պարագայում մոտավորապես 5000 ԱՄՆ դոլար։ Եվ աշխատավարձ տալով մենեջերներին իր սեփական նախկինում տարբեր բիզնեսներից բանկի խոսքին մենեջերներին նշանակում էր վարչապետ։ Այսինքն ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը լեզուներ չգիտի, որը պետություն կառավարել չգիտի, որը միջազգային հարաբերություններ չգիտի, որը աշխարհաքաղաքական զարգացումներ չգիտի եւ ոչ էլ պատրաստվում է ուսումնասիրել փաստացի, որովհետեւ մենք այդ պահին, երբ մուտք գործեց Բիձինա Իվանիշվիլին վրացական քաղաքականություն, իր որևէ մեկ հայտարարություն, որևէ մեկ աշխարհաքաղաքական զարգացման մասին չգիտենք։ Նկատի ունեմ, որ այսօր մենք նաև նույն ձև չգիտենք Սամվել Կարապետյանի գնահատականները բազմաթիվ, նույնիսկ բոլոր կարելի ասել հարցերի շուրջ։ Մենք որևէ բան Սամվել Կարապետյանի մասին չգիտենք։ Տեսեք, հարգելի այրենակիցներ, ես տարիներ է արդեն միայն այստեղ YouTube-ում, ինչպես նաև Facebook-ում 10 տարուց ավել, նույնիսկ ավել 15 տարի, երևի 2009 թվականից ունեմ Facebook, այսինքն 17 տարի է ստացվում, ունեմ պատմություն գործունեության եւ այդ թվում քաղաքական գնահատականներ, մոտեցումներ, մասնակցություն, վերջ տարիների ընթացքում շատ ավելի ինտենսիվ, այդ թվում այստեղ YouTube-ում մանրամասն այսպիսի հազարավոր թեմաների շուրջ, հանրությունը գիտի իմ գնահատականները, ուստի իմ քաղաքական դաշտ մուտքը կնշանակի, որ հանրությունը լավ ճանաչում է, թե ով է Գեորգի Թումասյանը, բայց հանրությունը չի ճանաչում առհասարակ ով է Սամվել Կարապետյանը եւ չի ճանաչել ով է Բիձինա Իվանիշվիլին, որովհետեւ որևէ քաղաքական բովանդակություն մենք չգիտեինք։ Մենք գիտեինք իր բարերար լինելու, իր բիզնեսմեն լինելու եւ մասին եւ գլխավոր հիմքը, որ ինքը հաջողակ ուրեմն իշխանություն կլինի, այսինքն ղեկավար իշխանության, նրանում էր, որ ինքը էֆեկտիվ կարողացել է աշխատել բազում միլիարդներ եւ դրա շնորհիվ ինքը լավ ղեկավար կլինի։ Ինչը պարզվեց, որ առհասարակ այդպես չէ, որովհետև էֆեկտիվ գումարնել աշխատելը քեզ չի դարձնում, այն էլ Ռուսաստանում, այն էլ 90-ական թվականներին, այն էլ զարմանալի եւ անհասկանալի ձևաչափով,
պետության հետ կապերի հետևանքով, այսինքն նույն անվտանգության համակարգների հետ կապերի հետևանքով, քեզ չի դարձնում որևէ ձև պետության էֆեկտիվ ղեկավարի թեկնածու, քաղաքական գործիչ։ Վարչապետը պետք է տիրապետի ինչպես ներքին, այդպես էլ արտաքին քաղաքականության հմտությունները եւ պետք է լինի բարձր պատվարաստվածության մարդ, միևնույն ժամանակ հանրությունը պետք է գիտենա ինքը ով է։ Եվ չգիտենալով ով է Սամվել Կարապետյանը կամ Բիձինա Իվանիշվիլին, գիտենալով միայն անուն ազգանուն, գիտենալով իր գումարի քանակը, գիտենալով ու տեսնելով իր նկարը, բայց չգիտենալով որևէ բովանդակություն, մենք տեսնում ենք, որ գործելու տրամաբանությունը մի նման է. պաշտպանել եկեղեցին, օգտագործել կրոնը, եկեղեցում գործակալներին, օգտագործել կրոնը, փորձել միավորել ընդդիմությունը, սեփական գումարներով կաշառել ընդդիմության մի մասը, միավորելու նպատակով, ձևավորել հզոր պրոպագանդայի մեխանիզմներ քո ռուսական գումարների շնորհիվ, ազդել հանրության վրա, հատկապես երիտասարդության այսպիսի գեղեցիկ եւ մեծ գումարներ ծախսելով տարբեր ծրագրերի շնորհիվ, ինչպիսին է այդ ճակերտներում կամավորական շարժումը, իսկ Բիձինա Իվանիշվիլին այստեղ դրա փոխարեն ուներ, այսպես ասեմ, երիտասարդական շարժումը, որը երգեր էր արտադրում եւ իր որդին էր երգում եւ այդ երգերը էֆեկտիվ էին, այսպես ասեմ, հանրության վրա լավ ազդում էին եւ այո, այդ երգերի շնորհիվ իրանք կարողացան մթնոլորտ ստեղծել։ Բացի դրանից, երկիրը փրկելու տրամաբանությունով, իրական վրացական կամ իրական հայկական շահերը պաշտպանելով, իշխանություններին դավաճան կոչելով եւ հստակ, ամենակարևորը երևի, հստակ չասելով ինչ է լինելու ապագայում։ Խոսելով նրա մասին, երկուսն են, որ բոլորը կլինեն հարուստ, բոլորը լավ կապրեն, պետությունը կլինի հզոր, ուժեղ, կայացած, զարգացած, տեսեք ինչ գեղեցիկ բառեր են։ Եվ այդ գեղեցիկ բառերը նաև գեղեցիկ անվանումներ են ներառում, վրացական երազանք, հիմա էլ իմ համար շատ կարևոր խոսքեր, բայց օգտագործեցին, փաստացի իրանք ուժեղ Հայաստան։ Եվ վրացական երազանք, ուժեղ Հայաստան, տեսնում եք, հարգելի հայրենակիցներ, շատ մոտ բան եմ պատմում եւ մեկ-մեկ կարծեմ իմ մոտ առնվազն խառնվում է, թե որն է, որը ինչով է զբաղվում, որը ինչ է առաջարկում եւ որը ինչ է անում։ Եվ իմ համար ակնհայտ է, որ մենք չգիտենք այս մարդկանց գնահատականները, չգիտեինք Իվանիշվիլու այն պարագայում եւ չգիտենք Սամվել Կարապետյանի եվրոպական ինտեգրման մասին, մարդու իրավունքների, արևմուտքի հետ համագործակցության, ինքնիշխանության մակարդակի, պետական կառավարման համակարգի ձևավորման, վարչապետ լինելու, վարչապետին ով է կառավարելու, ում է պատասխանատու, ինչքանով պատասխանատու կլինի, որովհետև հայտնվեց, որ Իվանիշվիլին լքելով վարչապետի պաշտոնը դառավ անսահմանափակ ընդմիշտ վարչապետ։ Վարչապետներին փոխելով ստեղծեց իրավիճակ, որ ինքը վարչապետների վարչապետն է, առանց պատասխանատվություն, առանց հաշվետվություն, առանց որևէ նույնիսկ հարցեր իր հանդեպ, որովհետև մենք չգիտենք ինքը որտեղ է ապրում, մենք չգիտենք ինքը ինչով է զբաղված, մենք չգիտենք ինքը ուր է, ինչ է անում, առհասարակ իրան չենք տեսնում, երբեք ինքը հարցազրույց չի տալիս, իրան որ հարցնես ինքը քաղաքականությունում էլ չի մասնակցում, բայց իր դրածո իշխանությունը կեղծեց ընտրությունները, ինչքան էլ Սաակաշվիլիի քննադատես, Սաակաշվիլին ընտրություններով հանձնեց իշխանությունը, այսինքն չկեղծել, որովհետև հանձնեց, կեղծեց ընտրությունները,
ձևավորեց բռնապետություն, չեղարկեց Եվրոպական միության անդամակցության գործընթացը, փոխեց Վրաստանի ուղին Եվրոպայից դեպի տարածաշրջանային բռնապետություններ, տարավ Վրաստանը նորից Ռուսաստանի գաղութ դարձրեց, տնտեսական առումով Ռուսաստանի վրա կախվածությունը աճեցրեց, անվտանգային ծառայություններում փոփոխություն կայացրեց իմնաստ Վրաստանի ինքնիշխանությանը, բանակը թուլացրեց, գյուղերը չի հզորացրել, Վրաստանի տարածքում իրավիճակ է ձևավորված, որ վրացիք գնում են, օտարները գալիս են Վրաստան ապրելու, կառուցում է երկու հիմա քաղաք փաստացի, այսինքն հողն է վաճառել կարելի ասել, Թբիլիսի եւ Բաթումիի մոտ, հենց քաղաք, որը առաբական է լինելու կարելի ասել, առաբական ներդրում է մի քանի միլիարդի, բայց դա նշանակում է, որ այդտեղ արաբներ են մեծ մասամբ ապրելու եւ ոչ միայն, բայց արտասահմանցիք։ Հայկական ուրեմն Հայաստանի ուղությամբ որևէ դրական քայլ չարեց, հակառակը սահմանափակեց դեպի Հայաստան արևմտյան զենքը, տնտեսական խնդիրներ ստեղծեց Հայաստանի համար։ Խոսք իհարկե չի գնում հայ համայնքի մասին կամ փոքրամասնությունների, բռնապետությունը վաղուց փոքրամասնությունների ուղղությունով, բիզնեսի ռեկետ կազմակերպեց, հիմա բոլոր բիզնեսները իրան ենթարկվում են, մոտավորապես ոնց որ Սաշիկի այդ պարագայում, դե ինձանից լավ գիտեք այդ իրավիճակը, եւ ամեն ինչ վերահսկում է, ԶԼՄ-ները ընդդիմադիր փակեց, ոստիկանությունը ուժ կիրառելու գործիք դարձրեց, նույնիսկ տեղեկատվություն կա, որ եվրոպական ցույցերի դուրս եկած մեզ անցյալ տարի թունավորեց, բոլորին նկատի ունեմ, այնպիսի գազ կիրառեց ցուցարարների դեմ։ Միջև այդ ռուսաստանցի պատգամավոր Գավրիլովին բերեց ազգային ժողովի Վրաստանի խորհրդարանի նախագահի ուրեմն աթոռի վրա նստացրեց, դրա պատճառով դուրս եկած ցույցի 200,000 մասնակիցների դեմ կրակ բացեց ռեզինի զենքից, այսպես ասեմ, բաղադրիչը ռեզինը նկատի ունեմ, փամփուշտը, եւ աչքեր հանեց մարդկանց, այո, դա կենթանիների դեմ պետքա կիրառվեր միայն, մարդկանց դեմ է կիրառել եւ աչքեր անեց 2019 թվականին։ Ուկրաինայում պատերազմից հետո Վրաստանը պատրաստեց Ռուսաստանի կազմ մտնելու ուղղությունով եւ այդ ամենը ուղղակիորեն կապ ունի նրա հետ, թե ինչ էր ինքը խոստանում, իսկ ինքը խոստանում էր ամենաժողովրդավար պետությունը Եվրոպայում եւ եվրոպական Վրաստան, չեղարկել է եվրոպական ճանապարհը, Վրաստանը բռնապետություն է դարձրել, խոստանում էր Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ, այսօր Միացյալ Նահանգների հետ ռազմավարական փաստաթուղթը սառեցված է, Միացյալ Նահանգներին ինքը մեղադրում է գլոբալ պատերազմի կուսակցություն լինելու մեջ, եւ այսպես, անվերջ, կարելի է շարունակել եւ շարունակել, ինչքան ուզես կարելի է նոր բաներ հիշել եւ համեմատել ռուսաստանցի օլիգարխներին։ Եվ ինչու եմ ես սա ասում, որովհետեւ ես իմ համար կարևոր դաս քաղեցի, երբ խոսքը գնում է ռուսաստանցի օլիգարխի մասին, պետք չէ անել այն, ինչ մենք բոլորս անում ենք, որտեվ մարդ ենք, մենք հավատում ենք, որ մյուս մարդու ասած խոսքերը անկեղծ են, ճշմարիտ են, մենք դրան ուզում ենք հավատալ, եւ երբ Իվանիշվիլին ասում էր, որ ուզում է ժողովրդավարություն ձևավորի, Եվրոպական միություն Վրաստանը մտցնի, մարդիկ, որ հարուստ լինեն, բերեց իրավիճակ, երբ այսօր Վրաստանի ոսկին իրեն է պատկանում, Վրաստանի հիդրոէլեկտրոկայանները իրենն են, հողերը իրենն են, հողերը վաճառում է, ամենալավ տեղերը իրան $1 վաճառում է պետությունը, ինքը այնտեղ հյուրանոցներ է կառուցում եւ վաճառում եւ այլն։ Այսինքն այսօր երբ որ Սամվել Կարապետյանը ձեզ խոստանում է, իհարկե մենք նախորոք չենք կարող ասել, որ 100%-ով, որովհետեւ հենց դա տեղի չի ունեցել։ Բայց ես Բիձինա Իվանիշվիլի օրինակով ասում եմ,
Ես այսպես եմ մտածում. ինչ ասում է, հակառակն է անելու եւ չզարմանաք դրանից։ Այո, ինքը այսօր ասում է, որ Հայաստանը հարստանալու է, իրականում Հայաստանը դառնալու է իր սեփականությունը իմ պատկերացումով։ Ինքը ասում է, որ գործարաններ է բացելու, իրականում գործարանները մնացած իրենն են դառնալու։ Ինքը ասում է, որ Հայաստանում մարդիկ հարստանալու են, իրականում ինքն է ել ավելի հարստանալու, որովհետև պատժամիջոցների տակ է գտնվում նաև։ Ինքը ասում է, որ եկեղեցին է իրան հետաքրքրում, իսկ իրականում ինքը եկեղեցին ուզում է իր սեփական քաղաքական օրակարգով օգտագործել, օգնելով այնտեղ գործակալների փոքրիկ խմբակին եւ օգտագործում է իր բարերարի կարգավիճակը հենց քաղաքական կենսագրություն ստեղծելու համար, որը չունի։ Եվ եւս մեկ կարևոր հարց, հարգելի հայրենակիցներ, որ փաստացի պետք է կոնկրետ արձանագրվի, որ շատ բաների մասին ինքը որևէ բան չի ասում, որևէ բան, որովհետև ինչպես Իվանիշվիլին ինքը ասում է միայն այն, ինչ ուզում է։ Եվ ոչ թե ինչպես նորմալ քաղաքական գործիչը, որի մասին դուք գիտեք ամեն ինչ, այլ առհասարակ որևէ բան չգիտեք։ Մի հատ ինձ օրինակ բերեք, ինքը եվրոպական միության կամ Ամերիկայի հետ, բացի Թաքեր Քարլսոնին, որին գնացին փող վճարեցին եւ քարցազրույց կազմակերպեցին, դա ինձ չի հետաքրքրում։ Որևէ կապ, որևէ քննարկում, որևէ մի բան, չկա այդպեսի բան։ Իսկ Նարեկ Կարապետյանը ով է։ Առանց ուղղակի ով է։ Խոսքի ինչու եք դուք ուշադրություն դարձնում Նարեկ Կարապետյանին։ Հա, որովհետև ինքը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է կարծում, հա։ Թե քրոջ որդին, չգիտեմ, բայց ամեն դեպքում։ Եվ իսկ ինչու եք ուշադրություն դարձնում Սամվել Կարապետյանին։ Ես դες կարամ 20 ազգանուն նշեմ հիմա, որոնք Հայաստանում նաև քաղաքականությունով են զբաղվում։ Եվ իրանց վրա ուշադրություն դուք չեք դարձնում, ձեզ չեն հետաքրքրում։ Շատերը, կամ բոլորը այդտեղից։ Կան մարդիկ հետաքրքրում են։ Բայց ինչու եք ուշադրություն դարձնում Սամվել Կարապետյանի վրա, որովհետև միլիարդատեր է։ Եվ դրա հետևանքով ստացվում է շատ պարզ բան, որ իրա քաղաքականությունում լինելը իրա միլիարդներն են, Նարեկ Կարապետյանի նաև քաշը այդ միլիարդների հետ կապ ունի։ Կողքի ես դնում իրանց գումարը եւ իրանք ոչ մեկ են, պարզվում է։ Իրանցից ինչ քաղաքական գործիչ։ Ամեն մեկը ով կարծիք ունի, կհամաձայնվեք իմ հետ։ Քաղաքական գործիչ հո չէ։ Այստեղ ալիքում ոլորտ էլ ձեր կարծիքն է գրում եւ շատ ջերմ, շատ հասկանալի, ընկալելի, գեղեցիկ եւ խելացի կարծիքներ։ Բայց դուք բոլորդ հաստատ մեծ մասը առնվազն ձեզանից քաղաքական գործիչ չէ, իրան չի ընկալում եւ չի պատրաստվում։ Այսինքն, ի՞նչն է դարձնում Սամվել Կարապետյանին ավելի քաղաքական գործիչ, քան եթե որևէ մեկը այստեղ անդամներից վաղը մտի քաղաքականություն։ Միայն գումարը։ Հանի իր գումարը եւ ինքը ոչ մեկ է, պարզվում է։ Եվ դա խնդիր է, հարգելի հայրենակիցներ, որ որևէ մեկը կարա պատկերացնել, որ ինքը կարա գումարի շնորհիվ քաղաքականությունում դիրք ապահովել։ Ես առհասարակ նրա դեմ չեմ, որ մարդիկ հարուստ լինեն։ Հակառակը կողմ է։ Բայց դա չի նշանակում, որ քո քաղաքական պատկերը պետք է լինի հիմնված գումարի վրա։ Քո քաղաքական պատկերը պետք է հիմնված լինի քո խելքի վրա եւ քո հանդեպ ժողովրդի վստահության վրա, որը վաստակելու է պետք երկար տարիների աշխատանքի հետևանքով։ Այլ ոչ թե գալ առանց կենսագրություն, առանց պատկերացում, թե դու ինչ ես, ով ես, ինչ ես ուզում անել եւ այլն, հետո ինչ որ անուն ազգանունդ գիտենք։ Եվ փաստացի օգտագործել միայն գումարը նրա համար, որ գնես քաղաքական աջակցություն։ Սա ինչ արեց ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, հա ասեմ, որ Ռուսաստանում իրան այսպես չեն կոչում, իրան կոչում են Բարիս Գրիգորիևիչ Իվանիշվիլի, այսինքն ռուսացած տարբերակով։ Իսկ Սամվել Կարապետյանին ես չգիտեմ, երևի մեր ռուսաստանցի հայերը ավելի լավ գիտենան։
Եվ ես համոզված եմ ռուսաստանցի հայերը կհաստատեն ես այն, ինչի մա ասում եմ, բացի նրանցից իհարկե ով Սամվել Կարապետյանի այդ բիզնես կազմակերպության, Տաշիրի հետ կապ ունեն, որովհետև իհարկե ով այդտեղից գումար է վաստակում, մեծ հավանականությամբ կաջակցի Սամվել Կարապետյանին։ Հարցը հենց դրանում է, որ աջակցությունը գալիս է կապ ունենալու հետևանքով, իսկ խոսքին տենա դուք վկա, իմ հանդեպ ձեր գնահատականները դուք ինքներդ գիտեք, որ ձեզ իմ հետ որևէ բան չի կապում։ Այսինքն ձեր բոլոր գնահատականները, ձեր բոլոր աջակցությունը, բարի մաղթանքները, քաղաքականություն հրավիրելը նաև ձեր կողմից արվում է զուտ մեր ձեր այդ աշխատանքի, մեր ձեր այդ վերլուծության եւ իմ այդ ուղղությամբ քայլերի աշխատանքի հետևանքով երկար տարիների ընթացքում։ Սա ուղղակի համեմատություն, ես ինձ իր այդ չեմ համեմատում, ես համեմատում եմ դեպքի տարբերությունը, որ հասկանալի մեր համար լինի, թե ինչու հետ մենք գործ ունենք, որովհետև մենք մի փոքր կարծում եմ բաց թողեցինք իրականությունից, թե ինչն է տարբերությունը մեր միջև։ Նկատի ունեմ Սամվել Կարապետյանի եւ հասարակ մնացած քաղաքական դաշտի մասնակիցների միջև։ Մենք կարծեցանք, որ սա եւս մեկ քաղաքական գործիչ է, ոչ, այդպես չէ։ Ինքը հաստատ եւս մեկ քաղաքական գործիչ չէ։ Եվ ես զգուշացնում եմ բոլորիդ, հարգելի եւ սիրելի Հայաստանի քաղաքացիներ, որ ռուսաստանցի օլիգարխները վտանգավոր են պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային արժեքների, ամեն ինչի համար։ Դա ուզես Հայաստանում ռուսաստանցի օլիգարխները, ուզես Վրաստանում։ Վրացիք այդ դասը քաղեցին, Վրաստանի քաղաքացիները բոլորս քաղեցինք շատ ծանր գին վճարելով, այդ ծանր գինը վճարելով գոնե Հայաստանն էլ պետք է սովորի ոչ թե իր սխալների վրա, այլ այս դեպքում ավելի լավ է հարևան Վրաստանի սխալը տեսնի, սովորի եւ թույլ չտա, եւ մեկ սխալ ավելի պակաս թույլ կտանք, այն էլ բավարար է, ինչքան որ պատմականորեն սխալներ եւ դաժան ժամանակահատվածներ ենք ունեցել։ Եվ սա իմ կարծիքով շատ կարևոր քննարկում էր եւ արձանագրում։ Շատ շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար։ Մեկնաբանություններում կարող եք հարցեր տալ, ապագայում անհրաժեշտության դեպքում կանդրադառնամ իհարկե նորից այս հարցին, կհանդիպենք ցտեսություն։